Եվ այսպես օր առաջ իշխանափոխություն ուզողների համար։ Ժամանակն եկել է օր ու ժամ նշելու, սկզբի օր ու ժամ նշելու, ստարտի համար։ Բայց մինչև դրան հասնելը նախ մի քանի խոսք։ Եթե ձեզ ու շատ այլոց թվում է, որ ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ու իմ գործունեությունը սահմանափակվում է միմիայն հրապարակային ելույթներով ու խոսույթով, ապա դուք չարաչար սխալվում եք։ Նախ իր հերթին հրապարակային խոսքն ու ճիշտ աստիճանագրված անկեղծ ու արդար խոսույթը ապահովում է այն, որ ժողովրդյաց բազմության բացարձակ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, արդեն գիտակցում են, ինչ ողբերգություն, ինչ պատմական մակարդակի սարսափելի արհավիրք բերեցին ընդամենը մի խումբ դավաճաններ մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի գլխին։ Ընդամենը մի քանի հոգի վերջին տարիների ընթացքում կարողացան հենց կոմունիկացիոն տեխնոլոգիաների և արժեքավոր խոսույթի ու բովանդակության շնորհիվ մարդկանց գիտակցության մեջ տեղավորել իրականությունն ու ճշմարտությունը։ Ձեր խոնարհ ծառան այդ թվում ընդամենը մի քանի մարդ ճեղքեցին ամբողջ տարիներով ստեղծված միլիոնավոր դոլարներով սնուցվող fake սուտ կեղծ տեղեկատվական համակարգը, որը բացարձակ մեծամասնությամբ հսկվում է Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի կողմից, հսկվում էր և հսկվում է նրանց կողմից, որոշ մասով Նիկոլ Փաշինյանի ու նրա փսլնքոտ իշխանավորների, մի փոքր մասով էլ Ռոբերտ Քոչարյանի և այլոնց ազդեցության տիրույթում է գտնվում։ Եվ վերջ։ Հիշյալ համակարգի մեջ գործող, թե հրապարակային, թե այլ տեսակի գործունեությամբ մարդիկ երբեք չեն տվել ձեզ ճշմարտությունը, չեն տալու ու ունեն բացարձակապես այլ նպատակ։ Լինեն նրանք ծայրահեղ ընդդիմադիրի տպավորություն թողնող թե ոչ, ընդհուպ միջև անհավանական դրսևորումներ։ Լինեն նրանք, չգիտեմ, ցանկացած այլ իրականում շոշափելի, թե ուղղակի մակերեսի վրա երևացող, բայց իրականության մեջ բացարձակապես այլ գործունեություն իրականացնող մարդիկ ոչ մի բան տվյալ դեպքում կապ չունի։ Միայն հիշյալ համակարգից դուրս և նրանց ազդեցությունից դուրս գտնվող մարդիկ կարող են տվել են ու տալու են ժողովրդին ճշմարտությունը։ Ցանկալի լինի այն թե ոչ, հարկոցվի թե ոչ, ընդունվի թե ոչ, բայց իրականությունը մեկն է և անփոփոխ։ Ու եթե դրա հետ չհմերվենք, ապա ստանալու ենք դրանից բխող ծանր, բարդ, ողբերգական պտուղներ։ Իսկ եթե մերվենք, հաշտվենք ու ընդունենք, ապա դա կլինի առաջին քայլը ճիշտ գործողություններ կատարելու համար։ Ու ես վստահ եմ, որ առաջին քայլը արդեն կատարված է։ Ես վստահ եմ, որովհետև տեսնում եմ, որ ժողովրդի բացարձակ ամբողջականությունը, բացարձակ մեծամասնությունը, 80-90%-ը բառի լավ իմաստով ունի ագրեսիվ ատելություն գործող իշխանություն կոչված դավաճանների նկատմամբ, նրանց բերած ու պահող նախկինների համակարգի նկատմամբ, նրանց բոլորի հանդեպ միասնաբար։ Հիմա ըստեյության, բացի հրապարակային խոսքից, որի կարևորությունն այսօր թերագնահատել հնարավոր չէ, ես գործում եմ անձամբ ես գործում եմ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում, այո, ճիշտ այդպես։ Ես շարունակում եմ ղեկավարել իմ նվիրյալ թիմակիցներից և բարձր արժեքների, բարձրագույն արժեքների տեր հանդիսացող հայրենասեր մարդկանցից բաղկացած կուսակցությունը։ Մի կուսակցություն, որը միշտ մշտապես նախկինաներկայական համակարգի կողմից ենթարկվել է բոլոր տեսակի բլոկադաների, այդ թվում ու առաջին հերթին տեղեկատվական, թե ես անձամբ, թե իմ կուսակցության գործունեությունը։ Ինչու, որովհետև մենք ունենք, ունեցել ենք և ունենալու ենք սեփական կարծիք և պաշտպանելու ենք սեփական կարծիք ունենալու իրավունք։ Այսպես է եղել, այսպիսին է իրականությունը և սա դեռ շարունակվելու է ու սա պայքարի ամենաէական, ամենավառ, ամենադժվար, բայց առկա հանգամանքներից մեկն է։ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը
արդեն 10-րդ տարին է, որ գոյություն ունի Հայաստանում։ Եվ այդ կուսակցությունը ունենալու է իր դերակատարումը այս ամբողջ գործընթացում, որը նախատեսվում է իշխանափոխական process-ում, ընտրություններում լինեն դրանք արտահերթ թե հերթական, անկախ նրանից, թե ինչ հավակնություններ անձամբ ունեմ թե չունեմ ես, ինչպես բազմիցս ասել եմ, բացի իշխանափոխությունից, որի համար անելու եմ ամեն ինչ միջև արյան վերջին կաթիլը, միջև ինձ ֆիզիկապես չոչնչացնեն, ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի նախկինից ներկա ձևավորված այդ ամբողջ պիղծ կեղտը ոչնչանա Հայաստանի Հանրապետության իշխանական, առերևույթ իշխանական կամ չերևացող իշխանական թաքուն տիրույթներից։ Եվ անկախ դրանից, անկախ ամեն ինչից, անկախ կրկնում եմ հավակնություններից, մեր կուսակցությունն ունենալու է ակտիվ դերակատարում։ Այն հիմա գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա գործում է Երևանում կուսակցության կենտրոնական կառույցը։ Հիմա գործում է ակտիվ կազմը, վարչությունը, խորհուրդը ակտիվիստների բավականին լավ, ամուր, նվիրյալ եւ տարիներ շարունակ քաղաքական զրկանքներ տեսած, բայց սեփական գաղափարին ու ճշմարտությանը կողմնակից մնացած մարդիկ գործում են, շարունակելու են գործել։ Վերաբացվում են տարածքային կառույցները, վերաձևավորվում են տարածքային կառույցները։ Կառույց չի նշանակում գրասենյակ փակցված ցուցանակով, կառույց նշանակում է նախևառաջ նվիրյալների թիմ, որոնց հնարավոր չէ կամ շատ դժվար է վախեցնել, առնել, շեղել, խեղաթյուրել, ենթարկել մանիպուլյացիաների ու տանել այլողության։ Եթե որևէ մի այլ քաղաքական միավոր առանց փողի, վարչական կամ ուրիշ լծակների բիզնես կամ այլ հնարավորությունների կարող է տիրապետել ավելի մեծ թվով նվիրյալ իսկական հայրենասեր ազնիվ եւ նախկինա ներկայական համակարգից չկախված մարդկանց, ապա ես միայն կարող եմ ողջունել նրանց, բայց կասկածում եմ։ Ես չեմ տեսնում Հայաստանի Հանրապետությունում չհաշված հատուկենտ բացառությունները այնպիսի մարդկանց եւ ուժերի, որոնք պատրաստ են բաց ճակատամարտի դուրս գալ նախկինա ներկայական կեղտից ձևավորված ապաշնոր թալանող երկիրը հանձնած եւ շարունակաբար հանձնող խունտայի դեմ, համակարգի դեմ։ Համենայն դեպս այդպիսի մարդիկ, եթե կան 1, 2, 3 ոչ ավել Հայաստանի Հանրապետության տարածքում նկատի ունեմ, որովհետև այդպիսի մարդկանց, ինչպես բազմիցս ասել եմ եւ ինչպես գիտեք, բռնում են, ճնշում են, խաբում են, առնում են, ազդում են, վախեցնում են։ Եվ դրանց նկատմամբ անհասանելիությունը առաջին նախապայմաններից է այսօրվա իրականության մեջ անկաշկանդ պայքար մղելու։ Մենք հավաքագրել ենք բավականին մեծ թվով մարդկանց, այն ահռելի զանգվածից, ովքեր դեմ են, կտրուկ դեմ են եւ կրկնում են բառի լավ իմաստով ագրեսիվ ատելություն ունեն այսօրվա թերքահպատակ վիժվածքների իշխանության ու նրանց պահապանների նկատմամբ։ Այդ մարդիկ ձևավորում են լայն շարժում եւ լայն շարժման գոյությունից բխող գործընթաց։ Մենք վաղուց, արդեն վաղուց սկսել ենք համապատասխան process, որի դրսևորումը տեղի կունենա հուլիսի 5-ին։ Առաջին հավաքը այդ մարդկանց կորիզի կլինի հուլիսի 5-ին։ Ես չեմ նշում արդեն տեղադրված հայտարարություններում ու չեմ ասելու հիմա ոչ տեղ, ոչ ժամ, նշելով միայն ամսաթիվը, հասկանալի պատճառներով, որպեսզի նախապես չպատրաստվեն, չուղղորդեն, չգործուղեն տարբեր երևույթների, որոնք անշուշտ լինելու են, իհարկե լինելու են, բարով լինեն, բայց չհասցնեն եւ չկարողանան խաթարել ինչ որ գործողություններ ամբողջ գործընթացում։ Այս տեսանյութի ուղիղ անվան մեջ տեղադրված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկեք ձեր մասնակցության մասին տեղեկությունները, պատրաստակամությունը, ցանկությունը եւ այլն։ Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում օգտագործում են հետևյալ արտահայտությունները. դե հերիք է խոսեք, գործելու ժամանակն է, երկիրը կործանվում է, իսկ դուք բոլորդ խոսում եք, դե սկսեք արդեն որքան կարելի է, դե վերջապես անցեք գործի, բոլորը ջուր ծեծող են, իսկ զանգ կախող չկա, եւ այլն, վերջ, հերիքա։ Ուրեմն բարձրացրեք ձեր համապատասխան տեղերը, տեղափոխեք գործողությունների դաշտ։ Այդ սկսելը ոնց պիտի լինի,
Այսինքն ես պիտի այստեղից սկսեմ, դուք այդտեղ թախտին, դիվանին, բազմոցին կամ աթոռին նստած պիտի նայեք ծափարեք, եւ երբ որ կհասունանա քրիտիկական զանգված ազատության կամ հանրապետության հրապարակում, այդ ժամանակ բարի կլինեք ողջունել կամ գուցե միգուցե նույնիսկ գաք ժամանեք տեղ, ոչ, սկսեք ու մասնակցեք։ Այս ամենը արվում է նախ եւ առաջ ձեր համար, որովհետեւ դուք պիտի տեսնեք երկու բան, դուք տեսել եք, դուք վաղուց արդեն հասկացել եք, դուք պիտի հիմա զգուշանաք երկու բանից, երկու երևույթից։ Նախ այն, ինչ կատարվում է տարածաշրջանում Հայաստանի անմիջական հարևանությամբ։ Եվ ոչ միայն, ամբողջ աշխարհում։ Դուք տեսնում եք, որ էլ չկա չափ, չկա սահման, չկան կանոններ, չկան ՄԱԿ-ի կանոնագրքում հաստատված դրույթներ, չկան կոնվենցիաներ, չկան օրենքներ եւ միջազգային իրավունքի կամ այլ նորմեր։ Կա ուժ, ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն, կարողություն, ճիշտ դիվանագիտություն, ճիշտ մարտավարություն եւ ճիշտ ռազմավարություն։ Հակառակ դեպքում ուժեղները տրորում են թույլերին։ Ընդ որում ուժեղ լինելը բացարձակապես մեր ժամանակներում կախված չէ տարածքի չափից, բնակչության քանակից, օգտակար հանածոների կամ այլ ռեսուրսների պաշարից։ Եվ ձեր աչքի առաջ Իսրայելի օրինակն է, որը Հայաստանից ավելի փոքր է, ավելի նվազ բնակչությամբ, ավելի երկարատև կոնֆլիկտով, ոչ պակաս բարդ մեղմ ասած հարևաններով, բայց ձեր աչքի առաջ ինչ է անում։ Եվ սա նշանակում է, որ համարել Հայաստանը, հայ ժողովրդին ու հայ ազգը թույլ, տկար, ոչնչացած, պետությունը գոյություն չունեցող անհույս վիճակում չի կարելի։ Ընդամենը պետք է արագ վիրահատություն իրականացնել։ Արագ վիրահատություն, մետաստազներ տարածող ուռուցքը հեռացնելով, վիրաբուժական միջամտությամբ։ Ուռուցքը Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի ու Փեսայի ձեռամբ բերված իշխանություններն են։ Հետևաբար, առաջին խնդիր, որ չկան այլևս գրված կանոններ եւ բարի կամք, որին կարելի է ապավինել սեփական շահերի բերումով։ Ու վիճակը գնալով ել ավելի է թեժանում հսկողությունից դուրս գալի, գերտերությունների հսկողությունից է արդեն դուրս գալի։ Երկրորդ, ներսում մանիպուլյացիաների տիեզերական մակարդակը ժողովրդին, սեփական ժողովրդին այդ աստիճանի չհարգելու, այդ աստիճանի առհամարելու, այդ աստիճանի կենթանական նշանակություն, ոչ մարդկային նշանակություն տալու դրսևորում, ես երբևէ չեմ տեսել, չեմ լսել, չեմ կարդացել։ Կոռեկտ բառեր եմ փորձում օգտագործել, բայց դժվարանում եմ գտնել դրանց համարժեք։ Ուրեմն նայեք, ներսում այսօր գործող ամենամեծ համակարգի տիրապետողներից մեկը Նիկոլի աճեցման քաղաքական մկրտման, աճեցման, աստեղային ժամի ավելի ճիշտ հեղինակ եւ իշխանության բերող Սերժ Սարգսյանը օրերս մի հպարտ, խրոխտ եւ ինքնավստահ իրեն բնորոշ ձևով հարցազրույց էր տալիս ու պատմում էր, որ Նիկոլ Փաշինյանին հատուկ պահպանվող ռեժիմային օբյեկտ, այն է ռադիոտուն մտնելու, այն գրավելու, իշխանության ներկայացուցչի հանդեպ, ոստիկանի հանդեպ ուժ կիրառելու, նյութական վնաս պատճառելու եւ կրկնում եմ հատուկ պահպանման նշանակության օբյեկտ բռնի ուժով հակաիշխանական, հակասահմանադրական, հակաօրինական կերպով գրավելու պարագայում չձեռնարկվեցին համարժեք միջոցներ, այսինքն նա չկալանավորվեց, չձերբակալվեց, չկալանավորվեց եւ դրանից հետո բխող հետևանքներ, որովհետեւ նա համարում էր իշխանությունը այդ ժամանակվա իբրև թե Սերժ Սարգսյանը համարում էր, որ դրա հետևանքով կարող են թափ հաղորդել ժողովրդական շարժմանը, մինչդեռ այդ օրերին նրանք չէին տեսնում, որ այդ շարժումը իշխանափոխություն անելու հնարավորություն ունի։ Ես վստահ եմ ու գիտեմ իհարկե, որ այս հեքիաթներին վաղուց հավատացող չկա, բայց սա ինչ է նորովի տեսանկյունից, նոր հայացքի ներքո, սա ինքնախոստովանություն է, որ թքած եմ ունեցել, թքած է ունեցել, օրենքի, տրամաբանության պահանջների, ասենք քրեական օրենսգրքի, իրավապահ մարմինների, դատաիրավական համակարգի ողջ էության ու տրամաբանության վրա, այսինքն անկախ քննություն պետք է իրականացվեր,
քննիչը կամ քննչական խումբը ըստ հանցագործության ծանրության, հիմնավոր կասկածի առկայության, փաստերի ու փաստական հանգամանքների համալիր համադրության պիտի խափանման միջոց ձեռնարկի, նախ պիտի գործողություն իրականացնեին ձերբակալեին, այնուհետև պիտի միջնորդեին խափանման միջոց կիրառելու համար եւ կալանավորել օրենքով սահմանված կարգով։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա դատախազությունն ու քննչականը փորձում են ընդամենը խոսք արտահայտելու, ընդամենը հակաիշխանական կոչեր անելու համար դատարաններում միջնորդել իմ նկատմամբ կալանք որպես խափանման միջոց կիրառելու համար։ Ուրեմն ինչ է ասում Սերժ Սարգսյանը։ Ասում է ես թքած ունեի անկախ քննության վրա, որը պիտի իրականացներ համապատասխան քննչական մարմինը եւ ձեռնարկեր միջոցներ։ Ասում է ես որոշեցի, որ դա սխալ է, որովհետեւ այս պահին շարժումը ուրեմն համարժեք չի իշխանապողություն անելու եւ որպեսզի դրան թափ չհաղորդենք, չենք ձեռնարկում այդ միջոցները։ Ժողովուրդը այս հեքիաթները պիտի ցխի ժողովրդի հանդեպ այդ կարգի լկտի ատելությամբ լցված եւ այդ ատելությունը դրսեւորած կազմակերպիչների երեսներին։ Ընդամենը մի ձևով կազմալուծելով այդ համակարգը։ Եվ ընդամենը օրերս առաջ մի հրաշալի լրագրողի հարցին, թե դուք լինելով իշխանություն Սերժ Սարգսյանին, այն որ ամեն Նիկոլի նախընտրական շրջանում դատական շոուներ են անում, իբր էլի քրեական գործ է հարուցվում, իբր տեսեք հետապնդում է նախկինների։ Այդ դատարանների առաջ էլ ասուլիսներ եւ Նիկոլի իշխանության պրոլոնգացիայի միջոցառումներ են տեղի ունենում։ Ինչ ասեց։ Ասում է, հարց է տալիս, ասում է, բա դուք չգիտեիք, որ Արարատ Միրզոյանը զորօրինակ գործակալ էր։ 30 տարի ղեկավարել եք երկիր, եղել եք ներքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության միացյալ գերատեսչության ղեկավար։ Երբևէ չեմ հիշում, որ այլ ժամանակներում այդ երկու իրար վերահսկող, իրար ավելի շուտ բալանսավորող, իրար նկատմամբ բացարձակապես այլ ֆունկցիաներ եւ երկրի մեջ այլ ֆունկցիաներ ունեցող ուժային մարմինները միավորվեն ու մի հոգի ղեկավարի։ Եղել եք վարչապետ, պաշտպանության նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահ վերջապես երկրի մի ամբողջ 2 ժամկետ։ Ու դուք չէիք իմանում, որ ասենք Արարատ Միրզոյանը գործակալ է։ Թուրքական էժանագին անարժե համակարգ ոչ հայկական վիժված, ասում է չէ, չգիտեի։ Լրագրողը հարց է տալիս եւ ըստ էության մերկացնում Սերժ Սարգսյանական Նիկոլին իշխանություն բերելու ամբողջ ավանտյուրան ընդամենը կես րոպեանոց հարցով։ Ասում է ձեր փեսա Միքայել Մինասյանը գիտեր, հրապարակեց փաստաթուղթ ցույց տվեց, դուք չգիտեիք։ Իսկ Սերժ Սարգսյանն ինչ ասում։ Գնացեք այդ հարցը Միքայել Մինասյանին տվեք։ Այսինքն արդեն չի հերքում, չի հերքում։ Ասում է գնացեք հարցը տվեք Միքայել Մինասյանին։ Լա տեսեք ժողովուրդ, ինչ են արել ձեզ հետ եւ ինչ են շարունակում անել հիմա։ Ես ինչու անդրադարձա այդ երկու դրվագին, որոնք կարծես թե իրենց ազդեցության գործողության ազդեցության առումով արդեն անցյալում են, ոչ, որովհետեւ տվյալ մարդիկ հենց հիմա տիրապետում են եւ վերահսկում են ներհայաստանյան քաղաքական մարդկային ռեսուրսի առումով եւս քաղաքական ու տեղեկատվական ամբողջ կամ գրեթե ամբողջ դաշտը։ Հիշեք սա, կարևորեք սա։ Ինչ վերաբերում է դրանց դրածո Նիկոլ Փաշինյանին, ապա խոսելն արդեն անիմաստ է։ Ընդամենը հարկավոր է օգտագործել 2 բառ, 1 բառակապակցություն, հեռացնել իշխանությունից։ Հեռացնելու համար կա 3 բավարար գեր չափազանց կարևոր հանգամանք։ Առաջին, նա զրկվեց արտաքին աջակցությունից, նա չունի հնարավորություն թակելու ոչ Միացյալ Նահանգների, ոչ Ռուսաստանի դռները, Եվրոպայի դուռը թակելու դեպքում չի ստանում ու չի կարող ստանալ որևէ գործնական ոչ միայն աջակցություն, այլև երաշխիք, հատկապես այսօրվա իրականության մեջ։ Եվ ընդամենը 1 տեղ ունի, որտեղ կարող է հանգրվանել, որտեղից ունի ակնկալիք, որտեղ էլ որ մուրում է սեփական իշխանությունը երկարացնելու հնարավորություն։ Թուրքիա ու Ադրբեջան։ Ու հենց այդ պատճառով ռեգիոնում պայթյունի անմիջապես
պայթյունի անմիջապես ժամանակահատվածում միանգամից մեկնեց ուր, այո, ճիշտ է Թուրքիա։ 5000 օջախի լույս մարած, 5000 երիտասարդ կրտսեր մատաղ սերնդի վառ ու ամենավորակյալ հոգու, հայրենասիրության, գիտակցության, կամքի, մարդկային արժեքի առումով սերուցքը, թվով 5000 ոչնչացրած վիժվածքը 10,000 մարդուց ավել առանց ձեռու ոտ հաշմանդամ թողած մարդը, եթե դրան մարդ կարելի է համարել 7 տարի սեփական ժողովրդին հիմարացրած վիրավորանքի աստիճանի, արժեզրկող աստիճանի հիմարացրած լկտի սուտխոսանը 7 տարի աճող պետական բյուջեն լափածը և արդեն 7 միլիարդ արտաքին պարտքից լրացուցիչ 7 միլիարդ ից ավել արտաքին պարտք լափածը նրան, ով սեփական ձեռքով թափեց այդ մարդկանց արյունը, շնորհավորում է ավանդական, ազգային, կրոնական տոնի առթիվ, Ղուրբան Բայրամի առթիվ։ Էս ինչ օրն ենք հասել։ Էս ուր ենք հասել։ Վերջ, ստոպ, կանգնեք։ Ու հիմա ժամանակն է նաև հարց տալու այն ուժեղ տղերքին, ճակերտների մեջ ուժեղ տղերքին, որոնք այսօր ամենավողբալի վիճակում, ամենաստորացուցիչ թաքստոցները մտած վախենում են ծպտուն հանեն, այն սարի պես տղերք, որ հարցեր էին լուծում, շրջապատներ ունեին, ճշտի համար մարդկային կյանք ու արժանապատվություններ էին զոհաբերում, փողերը լցրած հավաքած, սեփական քիլլերներ, բանդաներ և այլ բաներ ունեցողներ, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում կարողություններ, դղյակներ, բանկային հաշիվներ, բիզնեսներ դիզած տղեկ, այն տղեկ ում անունը հնչեցնելուց շատերը զգուշավորություն էին դրսևորում։ Էս ի՞նչ է ձեր հետ կատարվում։ Ձեզ մորթողը, չէ, ձեզ նսեմացնողը, ձեզ մորթողին ազգային կրոնական տոն է շնորհավորում։ Այսինքն դուք չեք եղել ըստեյության, դուք միֆ եք եղել, հա։ Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրամյան, ես չգիտեմ, Գագիկ Ծառուկյան, այնտեղ ով կանել են ուժեղ տղերքից, Թաղեր Հսկող, Սուրիկ Խաչատրյան, Մհեր, Թոխմախի Մհեր, Սեդրակյան, Էջմիածնեցիքին վերացրեցին, ելով կար են մարզպետներ նշանակող, ուժայիններ նշանակող, դեպուտատներ անցկացնող, կվոտաներ ունեցող իշխանության մեջ, փաստորեն դուք միֆ էիք, փաստորեն ձեզ բախտի բերմանբեր վիճակվել է դիրքավորումը ու ձեզ լուրջ էին ընդունում, փաստորեն ընդամենը մի անարժե համակարգ վիժվածք, իրան դրած տիրոջ հետ, կարող են սենց սաղիթ խառնել իրար սարքել խեղճ ու կրակ, բա դուք չեք հասկանում, որ անընդհատ սրան ու սրա կնգան մուծվելով, ընդամենը նվազացնում եք ձեր դիմադրողականության պոտենցիալը։ Ու ամեն անգամ, երբ որ հույս եք հայտնում, որ էս էլ կտակ, ու դրանից հետո ձեզ բաց կթողեն, հանգիստ կթողեն, բաց չեն թողելու։ Դա խաբկանք է, ու դուք գիտեք, որ դա խաբկանք է։ Ժամանակն է քայլ անել, ժամանակն է ճիշտ կողմնորոշվել։ Չկա ու չի լինելու Հայաստանի մեջ այնպիսի մարդ ու այնպիսի ուժ, կրկնում եմ, հատուկ են բացառություններով, որոնք սակայն չունեն ոչ մեծ պոպուլյարություն, ոչ մեծ ժողովրդականություն, ոչ մեծ զանգվածայնություն իրենց գործունեության շրջանակներում, հետևաբար ազդեցություն, բայց այդ մարդիկ կան։
եւ այդ մարդկանց պետք է գնահատել ու աջակցել։ Բայց Հայաստանի մեջ չի լինելու ալիք բարձրացնող այնպիսինը, ով պայմանավորված չի, ֆեյք չի խաղում։ Հենա երևի տեսնում եք ոնց են 2-3 ամիս առաջ հրաժարական տվողները դառնում կամ ցանկացած պահին կերակրատաշտից կտրվողները մեկ էլ դառնում թեժ ընդդիմադիր։ Օրինակ մեկը կա իր ֆրակցիան էր բերել, իր ֆրակցիան ազգային ժողովում բերել էր նախագիծ ՀԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Նիկոլի հետ մեկտեղ։ Այսօր դառել է թունդ ռուսամետ։ Փաստորեն կարելի էր, ընդունել թերքահպատակ Նիկոլից պաշտոնի առաջարկ, գնալ մի քանի տարի դզվել, ապահովվել, աշխատել, վաստակել, հետո պայմանավորվել դուրս գալ դառնալ ընդդիմադիր։ Հարց չկա, ընդամենը լրատվամիջոցներով լցրու օրակարգը եւ պայմանավորվի լրատվամիջոցները հսկողների հետ, որպեսզի լցնես օրակարգը։ Հուլիսի 5-ին ժամը, տեղը, ձևաչափը կիմանան նրանք, ովքեր ուզում են մասնակցել, բացի արդեն հավաքագրվող մեր թիմակիցներից, բացի մեր կուսակցության ընկերներից, գործընկերներից եւ աջակիցներից, նրանք, ովքեր կգրեն այս վերնագրի տակ նշված մեյլում, կհայտնեն իրենց ցանկությունը, կտան իրենց կոնտակտները, ձեզ հետ կկապնվեն, ձեզ հետ կհանդիպեն, ցանկացած վայրում, հանրապետության ցանկացած տարածքում, մենք այսօր ցանցավորվել ենք Հայաստանի Հանրապետության ամբողջ աշխարհագրությամբ։ Մենք այսօր ունենք հնարավորություն Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքում, ցանկացած բնակավայրում կազմակերպել հանդիպում, ստեղծել կապ գործող ու նոր միացող մարդկանց միջև։ Եվ մեր առաջին հավաքին, այս նորովի, նոր շարժման առաջին հավաքին կներկայացվի գործողությունների պլանը, որը պիտի համակարգից դուրս, տեղեկատվական դաշտից ու օրակարգից դուրս ձևավորի նոր իսկական իշխանափոխական ալիք։ Այս ալիքը պիտի ոչնչացնի համազգային, համաժողովրդական, հակահայկական ու հակապետական տրագեդիաների շարք, ողբերգությունների շարք իրականացնող հանցավոր խմբավորում։ Զրկելով նրանց իշխանությունից, թե առերևույթ, թե գաղտնի ու թաքուն։ Սա է նպատակը։ Բոլոր գործերը, բոլոր քայլերը, բոլոր գործողությունները են ու լինելու են բացառապես խստագույնս պահպանելով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը եւ մայրօրենք սահմանադրությունը։ Ոչ մի քայլ չի կարող մեր շարժման կողմից, մեր թիմի կողմից, մեր ցանցի կողմից իրականացվել օրենքից դուրս կամ նույնիսկ մի փոքրիկ շեղումով։ Ամեն ինչ խստագույնս ըստ օրենքի եւ ըստ սահմանադրության։ Ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, ազգն ունի ինքնապաշտպանության իրավունք, ազգը պիտի խաղաղ հավաքների, արդար զայրույթ ու ցասում դրսևորելով եւ այլ սահմանադրական հնարավորությունների ու միջոցների օգտագործմամբ պիտի փոխի ստահակների իշխանությունը։ Պրոցեսը սկսած է։ Նորից եմ կրկնում։ Հայաստանի Հանրապետությունով մեկ ձևավորվել է ցանց։ Կորիզը կհավաքվի հուլիսի 5-ին ու կսկսի գործողությունների շարքը։ Չլսեմ էլ ու չկարդամ էլ։ Դե հերիք է սկսեք գործել նախադասությունը։ Հերթագրվեք, մասնակցեք ու սկսեք գործել։ Իմ պարտքն է օգնել ձեզ, որպեսզի դուք ազատագրվեք։ Ես չեմ 29,000 եւ մի փոքր ավել քառակուսի կիլոմետրի մեջ բանտարկված ամեն րոպե թուրքերի ու ադրբեջանցիների հարձակման ու ներքին դավաճանության կենսական սպառնալիք